Братья Амрояны, наверное, знаете. Встречайте! Здравствуйте, дорогие зрители. Я Арман Амроян, я экономист, аспирант этого университета, будущий кандидат экономических наук, без 5 минут доцент, и поэтому, вы правильно поняли, я пытаюсь заработать деньги юмором, потому что только в нашей стране больше денег не у того, кто умный, а у того, кто заставляет людей поржать. И вот вам пример. Да таком барочи. Бесплатность. Мне кажется, что будет неплохо добавить в наш сегодняшний вечер щепотку интеллектуального юмора. И поэтому мы сегодня будем говорить о... А если бы никто не поможет, ничто не спасет, если бы теперь... Это Кавен, мой младший брат, и он подтверждает известную народную мудрость. Красота спасет мир? Нет, в семье не без урода. А ты самокритичный. Скажу, чтобы вы поняли, Карен изначально в нашей семье планировался как материнский капитал. Но потом что-то пошло не так. Ой, как смешно, я вижу тут кто-то такой смешной в подслушанном раунде. Ты почему ешь? И вообще ты меня не зли. Не то у меня характер, как у Samsung Galaxy S7. Это как? Взрывной. Почему я ем? Да, почему ты ешь на сцене? Ну, потому что в зале же сидит наша бабушка. Ей все равно, как мы выступим. Главное, чтобы мы были сыты. Ах, да, бабушка в зале. Давай, иди в другом месте питайся. У меня тут вообще-то интеллектуальный юмор. Извини, возьми молоко. У меня тоже есть интеллигент. Интеллект. А, ты вообще знаешь, как у меня ICQ? Не ICQ, а IQ. Типа так, да, все. Ну ладно, ну давай проверим, кто из нас умнее. Давай проверим. Արի քեզ մի քանի ասնամ, տենամ ոնց ես պատասխանում։ Давай. Դու օրինակ արտասահմանյան գրականություն կարդում ես։ Բա ոնց։ Էրիխ Մարիա Ռեմարկ։ Էրիխին Մարիային կարդացել եմ, Ռեմարկին էլ չեմ ասել։ Լավ, գոնե հայ գրականություն կարդում ես։ Բա ոնց, գոնե երեք Վահան Տերյան եմ կարդացել։ Ու ինչ ես կարդացել Տերանից։ 37։ Ինչ 37։ Կներես կուտամ։ Դե Տերանով իջնում էի, տեսա շենքի վրա գրած է 37 կարդացի։ Լավ, ավելի հեշտ հարց եմ տալիս։ Դավայ, էդի ուրեմն կիմանամ։ Ով է հայտնի ֆրանսիացի կայսրը, որը նվաճեց ամբողջ Եվրոպան։ Ըստեղ քեզ հուշում եմ թխվածքի անունը։ Կամ Շտրուձելն է, կամ Տիրամիսուն կլինի աստեղ։ Չէ, Կարեն, Նապոլեոնն է, Նապոլեոն Բոնապարտ։ Հա, Բոնապորտն էր։ Մի խոսքով պարզակո այդ ամեն ինչ, դու տուպո ես։ Դու ես սկուպո ես։ Ես ուպոյ չեմ, ես ուղղակի տնտեսագետ եմ։ Արման ջան, Մուրացկանին փող տալուց դաչի վերցնել է։ Էդի տնտեսագիտություն չէ, էդի սկուպոյություն է։ Բայց դա նորմալ է, որ ես ամեն ինչի վրա տնտեսում եմ։ Դե խնդրում եմ, էլ այդ վերևի լույսերը անջատեք, թե չավելորդ հոսանք է գրում։ Լավ, սենց ասեմ, տնտեսագետ ես, հա, դե բոլորիս զարմացրակո տնտեսագիտական գիտելիքներով։ Հաշ չկա։ Լավ է։ Հավանաբար բոլորը գիտեք հայտնի տնտեսագիտական օրենքը, համաձայն որի պանջարկը ստեղծում է առաջարկ։ Ահա Հայաստանում պանջարկ ունեցող մի քանի բաներ, որոնց առաջարկը դեռ չկա։ Օրինակ խոհարարական հաղորդում Գոր Վարդանյանի հետ։
Կասկադի տկլոր արձանների համար շորերի խանութ։ Չափսերով մեծ սանտավիկներ դեղատներում խոշոր մանրը վերադարձնելու համար։ Նախորոք 1000 գրամ մանրացնող ապարատ մարշրուտկաներում։ Հրապարակի երկող շատրվանների համար ժուրի։ Եհովայի վկաների բուկլետների ու բրոշուրաների ընդունման կետ։ Եհովայի վկաների ընդունման կետ։ Մի որոշ բանվոգներ պապիկի համար, մի որոշ բանվոգնող տատիկ։ Լավը չասի, հրապարակի կլոր ժամի համար ռեմեշոկ։ Կարեն, ինչ ես խոսում։ Կարեն, ինչ ես խոսում։ Այսքան բան ցույց տվեցի, մի բան է դու ասա։ Այսքան բան ցույց տվեցի, մի բան է դու ասա, հանգիստ, ինչ 4 աչքով մի նայ։ Ուզում ես հաբրկած մատուցող ցույց տամ։ Ուզում եմ։ Լավ է, ես ցույց տամ։ Մատուցող։ Հաճախորդ։ Ուսո, ես է։ Այ չէ, բան իշեցի ուզում եմ պատմեմ։ Նայ ուրեմն գիտես որ աղբերը մատուցող աշխատում, տենց մի օր ասացի գնամ տենամ ոնց ա ուրիշ տեղ սպասարկումը, ասի տենց քայլում էի փողոցով, մտա մի հատ կաֆե, դե բնականաբար անունը չեմ տա տոլերանտությունից ելնելով, կփոխեմ անունը, որ չհասկանաք, Բեղեդի։ Մտա Բեղեդի մատուցող էր սիրուն թրաշով, ասեցի, բարև ձեզ, որտեղ է չծխողների սրահը, ասում է ստեղ աղբերս, ու այդ ընթացքում Մոխրամանը փոխում է։ Ասում եմ լավ, նկատել եք, որ չծխողների սրահում կան Մոխրամաններ, ինչի համար է էդի պետք։ Էդի այնքան անիմաստ է, ոնց որ բասեին ու վճարովի զուգարան բացեն։ Մեկը ոչ մեկ չի օգտվելու։ Օրինակ, մեր կաֆեն, որտեղ ես աշխատում եմ, լավն է, էդի անուններ չեմ տա, ուղղակի կփոխեմ, որ չհասկանաք, Մեգաֆրեդո։ Մենք Մեգաֆրեդոյում ունենք խմորեղեն, ինքը անվանվել է հայտնի ավստրիացի կանդիդերի անունով։ Ուրեմն խմորա շոկոլադնի կրեմ, խմոր մրգեր ժելեով։ Կոչվում է մրգային զախեր։ Ինչ։ Այո, ճիշտ տեսեցիք, մրգային։ Ու այդ խմորեղենի պատճառով միշտ պրոբլեմատիկ իրավիճակներ ա մեզ մոտենում։ Օրինակ վերջերս մեզ այցելեց մեր մշտական հաճախորդներից մեկը, ով բավականին հարուստ է եւ քյարդու, մոտիկաց ասում եմ բարև ձեզ ինչ կցանկանաք, դե ասեց աղբերս մեզ մեր կյանքի պես դառը կոֆե բեր, ես էլ տենց գլխով անում եմ ասում եմ, հա, բայց մտքում ես ուզում եմ ասեմ, դու ընկեր ջան, քո կյանքի պես դառը չունենք, բայց քո հումորի պես դառը հեսա կբերեմ, այ վիտամինի տիկով։ Մի խոսքով, իրան արդեն ասում եմ էլ ինչ կցանկանաք, ասում եմ, ապե, ուրեմն ընկերուհիս, ստեղ խմորեղեն ա կերել, տենց ես էլ եմ ուզում դրանից ուտել, անունը ինչ ա, ասում եմ, հա նկարագրեք ասեմ ինչ եք կերել, ապե, ուրեմն խմորա շոկոլադնի կրեմ, խմոր մրգեր ժելեով, ինչ ա անունը, դե, զախր, ապե ինչ, զախր, ապե մրգեն ինչ ա կերել գերույս, զախր, ապե ինչ, դո զախր ա կերել։ Հետո տենց ձերը շարժում են, ասում են կարեն, վեր կաց, կարեն։ Բժիշ կտան, ուղեղի ցնցում էիր ստացել, 2 շաբաթ կոմայի մեջ էի, ու տենց մի խոսքով ապաքինվեցի։ Բայց գիտես, մենք կարանք իրար հետ ելույթ ունենանք։ Գիտես, խնդիր չկա, բայց փողը կիսելու ենք։ Սիրելի հանդիսատես, ինչպես հասկացաք, մենք տիպիկ հայկական ընտանիք ենք։ Ինչ տուն մտնում է, կես աղբորինս է։ Յո, իրուք։ Շնորհակալություն ձեզ հետ է ամրոյաներ եղբայրներ դուետը։ Давайте еще раз, поаплодируем, давайте еще раз. Ամրոյաներ հավաքեցին, ուրեմն 17 հատ լայք էին հավաքել, մի հատ դիսլայք, նշանակում է իրանք 16 լայք, չէ? Ու դա համեմատական կարգով, եկեք ևս մեկ անգամ ծափանենք եղբայրներին։ Ես հիմա դիմավոր եք, իդեպ ասեմ,